Մենք հիշում ենք, որ 2018 թվականին եւ որ եղավ Տավշյա հեղափոխությունը, նաեւ սենց մի շարժում առաջ եկավ, բայց դժբախտաբար նա հանգեց որոշ ինչ-որ պատճառներով, բայց այսօր դա անգամ եւս ավելի լուրջ ծնունդ արավ եւ այս անգամ կարծում եմ, որ գահասնի իր նպատակին, այնպես որ ես միշտ միացած եղած եմ թեկուզ այս չծնած շարժմանը եւ սպասում եմ եւ հույս ունեի, որ մի օր մենք ականատես պիտի լինենք եկեղեցում մի հեղափոխության, թեկուզ եւ Տավշյա հեղափոխության, որը այսօր ծնունդ արավ եւ հույսով եմ դա կընթանա։ Իմ քալը անշուշտ է պայմանավորված էր հենց այս երեկվա շարժման հետ, որ տեղի ունեցավ։ Ես մի օր առաջ իմացա այս շարժման մասին եւ որոշում արա, որ պիտի կամ եւ բարեբախտաբար հենց երկրորդ օրս համար 7 կար եւ ես ամեն ինչ արեցի, որ երեք այստեղ ներկա լինեմ եւ մասնակից լինեմ այս շարժմանը։ Իսկ երկրորդ պատճառը, բայց ոչ գլխավոր անշուշտ է առաջին պատճառն էր, որ ասեցի, երկրորդ պատճառը այն է, որ մեր Բուլղարիայի համայնքը նաեւ միացած է այս բողոքին։ Դեպետ մինչև մի քանի օրեր առաջ իրենք պաշտոնապես միացած չէին, բայց իրենք 10 տարի է ի վեր սպասում են, որ այսպիսի մի հեղափոխություն տեղի կունենա եկեղեցում,